Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Ես այժմ գտնվում եմ Լոռու մարզի գյուղերից մեկում գտնվող այս Գողտրիկ լճակի մեջտեղում գտնվող կղզու վրա։ Այս կամրջակը տանում է դեպի կղզին։ Ես իմ էությամբ բավականին համարձակ մարդ եմ, շատ եմ սիրում ռիսկ, շատ եմ սիրում ադրենալին։ Իմ բնավորությամբ նաև ես բավականին արկածախնդիր եմ, այսինքն որտեղ կա վտանգ, որտեղ կա ռիսկ, ես միշտ այդտեղ եմ։ Ես հիմա այս կամրջակի վրայով կանցնեմ դեպի կղզին։ Ինչպես տեսնում եք, հիմա անձրև է գալիս այս պահին, կամրջակը թաց է, սակայն ես անտեսելով վտանգը, եթե հանկարծ սայթաքեմ, կընկնեմ լիճը, այնուամենայնիվ անտեսելով վտանգը, հիմա ես կանցնեմ այս կամրջակի վրայով դեպի կղզին։ Ցավոք սրտի կամրջակի վրայի որոշ սետկաները ջարդված են, այսպես ոտքը մտնում է մեջը։ Եթե սետկաները սարքին վիճակում գտնվեին, ես նաև հենց հեծանիվով այսպես քշելով, կամրջի վրայով հեծանիվը քշելով կանցնեի, իհարկե նորից բավականին ռիսկային է, որովհետև հնարավոր է հեծանիվի ղեկը թեքվեր եւ ես ընկնեի լիճը, սակայն նորից եմ կրկնում, եթե կամրջակը սարքին վիճակում լիներ, ես անշուշտ հեծանիվով կանցնեի կամրջակի վրայով։ Հենց այս կամրջակի վրայով կանցնեի իմ հեծանիվով։ Տեսարանները բավականին գեղեցիկ են, հիմա ես կամրջակի վրայով կանցնեմ, այնուհետև ձեզ կցուցադրեմ հենց կղզու տարածքը։ Իհեճուկս իմ թշնամիների բարեբախտաբար ինձ հետ ոչ մի դժբախտ դեպք տեղի չունեցավ, սակայն պետք է փաստեմ, որ երբ որ քայլում եմ այս կամրջակի վրայով, կամրջակը այսպես ճոճվում է, տարուբերվում է, այսինքն մի փոքր անզգուշ շարժում եւ ես կընկնեմ լիճը, լիճը խորն է բավականին, մոտ 2-3 մետր խորություն ունի, սակայն բարեբախտաբար ինձ հաջողվեց անցնել այս կամրջակի խախուլ վիճակում գտնվող այս կամրջակի վրայով, նորից եմ կրկնում, որտեղ կա ռիսկ։ Ես միշտ այդտեղ եմ, քանի որ ադրենալինի մեծ սիրահար եմ, սուր զգացողությունների սիրահար եմ եւ իմ բնավորությամբ բավականին արկածախնդիր եմ։ Այժմ ձեզ կցուցադրեմ կղզու ներսը։ Իմ հեծանիվն է, որով ես եկել եմ այս կղզին։ Ահա տեսեք։ Նորից եմ կրկնում, եթե այս սետկաները վնասված չլինեին, ես հենց հեծանիվով կանցնեի այս կամրջակի վրայով, ռիսկի դիմելով, ահա տեսեք, այստեղ էլ է ճղված, հիմա մի քանի տեղ ցուցադրեմ, տեսեք, որ սետկաները ճղված են, ահա տեսեք այստեղ, տեսեք ինչ խորը անցք է բացվել, ոտքդ մի անզգուշ շարժում և դուք ընկնես լիճը։ Պետք է շրջանցել այս վտանգները։
Եվ ահա ես մուտք գործեցի կղզին։ Սա արհեստական կառուցված կղզի է շատ տարիներ առաջ, հենց լճակի վրա։ Նախկինում այս կողմից էլ է մուտք եղել դեպի կղզին, նորից կամրջակ է եղել, որը քանդվել է։ Այստեղ ես նախկինում խորոված եմ արել շատ տարիներ առաջ իմ նախկին կնոջս հետ միասին։ Ահա տեսեք, որոշ մարդիկ այստեղ խորոված են արել եւ իրենց հետևից աղբը չեն հավաքել։ Բոլորին հորդորում եմ մաքուր պահեք բնությունը, մի աղտոտեք բնությունը, ձեր հետևից մաքրեք աղբը։ Սա էլ հոսանքի գիծ է։ Պետք է շատ զգույշ լինել, որ չհոսանքահարվեք։ Սա էլ լճակն է իր ողջ գեղեցկությամբ սփռված է ձեր առջև։ Անկեղծ ասած, այս տարածքը ինձ հիշեցնում է Դիլիջանի Պարս լիճը, կարծես Դիլիջանի Պարս լիճը լինի։ Ես այս տարի պետք է նաև գնամ Դիլիջանի Պարս լիճը նկարահանելու եւ պետք է օգտվեմ լճի վրա գտնվող զիփլայնից, քանի որ ինչպես արդեն նշեցի, ես սուր զգացողությունների սիրահար եմ, ադրենալինի կարիք ունեմ։ Այստեղ երբեմն օձերել են լինում, եթե ինձ հաջողվի օձ նկատել, կբռնեմ, կնկարեմ եւ կգցեմ լիճը։ Եթե օձ եք նկատում, ապա խորհուրդ եմ տալիս երբեք մի վնասեք օձերին, մի տրորեք օձերին։ Ահա տեսեք, ես լճի վրա։ Իսկ այժմ անցնելու եմ այս կամրջի վրայով, դուրս եմ գալիս կղզուց։